Գիտեք, մինչև իմ հարային գործունեությունը եւ մասնավորապես որևէ պաշտոն ստանձնելը ես զբաղվել եմ տարատեսակ բիզնեսներով եւ մասնավորապես իմ ընտանիքի անդամներն էլ 90-ականներից զբաղվել են բիզնեսով եւ իրականում ձեր բոլոր հարցերի պատասխանները թափանցիկորեն արտացոլված են իմ հայտարարագրերում։ Ինչ վերաբերում է եկեղեցու հարցերին, գիտեք, հայ առաքելական եկեղեցին, որը իր ծառայությունն է մատուցում Աստծուն, եւ Աստծուն ծառայություն մատուցելու ավելի լայն շրջանակում կարելի է նաև ընկալել, որ ծառայություն է մատուցում իր հոտին, հայ ժողովրդին մասնավորապես այս դեպքում, եւ ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ, իսկ հայ առաքելական եկեղեցին կարող ենք համարել ինստիտուտ, ժամանակ առ ժամանակ ինստիտուտը ունի նորոգման կարիք։ Եվ այդ նորոգումը ժամանակը պարտադրում է, այսինքն հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ, իրականությունից կտրվածությամբ ինստիտուտները չեն կարող մատուցել այն ձևով այդ ծառայությունը, ոնց որ այդ ժամանակը, արդի ժամանակը պահանջում է։ Եվ մասնավորապես կարծում եմ, այո, եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք եւ դարերի ընթացքում այդպիսի նորոգումներ տեղի են ունեցել։ Եվ ես կարծում եմ եւ ես վստահ եմ, որ այդ նորոգումը տեղի ունենալու հենց եկեղեցու ներսից, թեկուզ շատ այնց դանդաղ տեմպերով, բայց այսպես ասած այն շղարշը, այսպես ասած, որոշակի կեղծավորության շղարշը պետք է պատռվի եւ մենք պետք է վստահ լինենք, որ եկեղեցին, որը ծառայություն է մատուցում Աստծուն եւ ծառայություն է մատուցում նաեւ իր հոտին, ազնիվ է եւ անկեղծ իր հոտի